Միջին սերնդին եմ ասում, մեծի վրա հույս չունեմ, են ուսանող, որ նոր է քաղաքականության, ձևական տրամաբանության կանոններ եւ դիալեկտական տրամաբանության կանոններ պիտի իմանաք, շատ պետք է կարդաք, ինչ ասեմ, քաղաքականությունը հիմա բարձր ոլորտ է թափանցել, առանց դրա չի լինի, առանց պատմագիտության իմացություն, եթե դուք գիտեք հաջորդի պատմություն, Հայաստանի պատմություն չգիտեք, միշտ սխալ եք անելու, եթե փրկի չեք որոնում, Ռուսաստանը ձեր թշնամին է, կամ հակառակը եւ այլն, եւ եթե ուղղակի ես առաջարկում եմ հայ մարդկանց ինչ լիներ, եղիր ամեն բարձ միջին հայն եմ ասում, եղիր ուրեմն հայամետ, ինքը թայմար եւ Հայաստանակենտրոն, այդպեսին է մեր քաղաքականությունը, հիմա շարունակենք, հիմա Կիրիենկոն ինչ, օրինակ ինչ, Պուտինը ինչ, հիմա ասեմ ինչի իմաստը, իսկ Ռուսաստանը երբ Հայաստանի ուղղությամբ բան չի ունեցել, այդ կուրատոր եղել է դեպք, չի եղել, ուրեմն ՑԿԿՊՍ-ը ուներ բաժին սովետական շրջանում եւ սրանք Հայաստանի նայողներն էին, Ղազախստանի նայողներն էին, Ադրբեջանի նայողներն էին, կուրատորներ, հիմա գալիս են կոնկրետի, եւ ուրեմն չգիտեմ ինչի են հատուկ նրան շեշտում, այդ մարդը ուրեմն այո եթե ճիշտ է որ ինքն է կուրատորը, որի ես երաշխիքը չունեմ, որտեղ Մոսկվան, ինչպես նաեւ ես մեզ ճիշտն ասելու ոչ մի բարտավորություն չունի, ինչպես նաեւ ես ռուսներին, թուրքերին ոչ մի բարտավորություն չունեմ ճիշտը բացատրելու։ Ես իմ պետության շահն եմ պաշտպանում, իրենք շահերը։ Հիմա ուրեմն Կիրիենկոին նշանակել են, գալիս ենք այդտեղ։ Մեր աղետելի ժամանակը դա չի եղել։ Այ Հայաստանի աղետը եղել են ժամանակ, երբ Հայաստանի նայողը Մոսկվայից Անաստաս Նիկոյանն էր եւ Արմյաշկեքը։ Հիմա սա պարզ է մնացածը։ Հիմա նայում ենք այս մարդու կենսադրության, որ հստակ հասկանա, նախ եղել է ու միշտ կա։ Կարող է ինչն է եղել ու միշտ կա։ Կուրատոր Մոսկվայից։ Ինչպես նայում մտածում եմ, որ Պարսկաստանից էլ կա։ Հիմա ակտուալ է Ռուսաստանն է դրա համար է խոսքը։ Բոլոր դիվանագիտական ոնց կարող է հատուկ ուրեմն բանին դրել են, Պուտինին դրել են, չգիտեմ ում տեղը, Պուտինը իրենց երկիր քանդում է, 3 օրում պետք է կրեշչատնինգ մտեր, երկիր աղետի առաջ է կանգնեցրել։ Կուրատորը KGB-ն էստեղ է, KGB-ն այնտեղ է, կուրատորներ են, բոլորը ինքը համագարկողն է հավանաբար։ Ուրեմն սովետական շրջանը Դեմիչյանի ժամանակով էր Լոբովը, Բանիսիմովը, այդ ինչ էին, գողքը նստած էին երկրորդ քարտուղաներ մի հատ շնչեր։ Այդպես եղել է այո 68 թվականի։ Այդ խորհրդային շրջան եք ասում։ Հա հիմա տարբերություն չկա, Ռուսաստանը չի փոխվում իր էության մեջ։ Ռուսաստանը մնում է Իվան Ահեղի ստեղծած, Գրոզնու ստեղծած այն բոյարախանա թաթարական պետություն, բան չի փոխվել։ Տեսեք ժողովրդի մի անգամ է եղել վիճակի փոփոխություն, Կերենսկու կառավարությունը, որ իրականում, բայց քցեցին իրենք արագ։ Երկրորդը Ելցինի ժամանակ ինչ-որ շարժ եղավ, եթե թե ինչ շարժեր, արագ վերացավ, իբրև թե մնացած է այսպես։ Հիմա այս կանից հետո ասեմ, ով է Կիրիենկոն։ Կիրիենկոն աշխատել է բազմաթիվ տեղերում, բարձրացել է Ելցինյան շրջանում, կենսագրությունը գրած է, ում հետ աշխատել է նրան քցել, դավաճանել, անցել է մյուսին բարձրացել է, վերջինը Պուտինն է։ Պուտինը կողքը բացում է, մինչև շատ մեր չի պահում, այս միջավայրում է պահում, եղել է նաև ուրեմն Ռուսաստանի կարճ շրջանում վարչապետ, տարածված երկար Ռուսաստանի կարճ վարչապետը, որտեղ ծաղրանկարներ կան, փոքրիկ մի հատ մարդ հսկա Ռուսաստան կառավարում է, ասում է իր կառավարման տարիներին Կրեմլում նույնիսկ նորմալ հեռախոս չի եղել, չի կարողացել ապարատ ստեղծել հեռացրին։ Հիմա պահել են այսպես, հետո Ռոսատոմ եւ այլն։ Հիմա ուզում եմ ասել Կիրիենկոյի հաջողությունները մեկը թող ասի, թե այս ոլորտում աշխատել եւ հաջողություն ունի։ Ծախողված քաղաքական գործիչ է։ Ասենք ոնց ասեմ, ճգնաժամ հաղթարազներ։ Հայաստանի հետ աշխատանքի մեջ հաջողություն։ Հայաստանի, համենակ Հայաստանը չի, Մոլդավան, այս բոլորը իր վրա է գցած։ Հեղաշրջում որտեղ պիտի անեն։ Հիմա պոտենցիալն ենք նայում, Ռուսաստան կարող է հեղաշրջում անել, թե չէ, ոչ։
Ռուսաստանը հիմա ինձ թվում է անցել է ուրեմն գոյության կռվի իր գոյության կռվի երկրորդ փուլ Եթե առաջ փորձում էր վերագաղնել, տեսեք Մոլդովային չարեց Ուկրաինային, չարեց Արցախը ոնց մի շնչով հանձնեց Թուրքին, եւ ուրեմն Հայաստանում էս 4-5 տարի է տարապում է, փողոցի շկան քծեց, փչացրեց, չպրտեց, նորին բերեց եւ ես գիտեմ, որ ինվերություն ցույց է տալիս, որ իրենց ռեզիդենտ այլևս ոչ Քոչարյան Ռոբերտն է, ոչ էլ ուրեմն Սերժ Սարգսյանն է, նորն է դուրս գալու, ինչպես որ հանգազն է որ դուրս եկավ են Գալստանյանն է, եւ այլն։ Հիմա որտեղ իրենք թքած ունեն, ում են պահում, ում չեն պահում, Բաքոյի ճակատագիրը ձեզ հասկանալի չի, իրենց մարդը չի, չեկիր չի, ոնց ուղարկեցին առանց մի շնչի։ Հիմա ուզում եմ ասել այս բաները, հիմա իրենք էս ուրիշ խնդիր ունեն, Ռուսաստանը ոչ թե վերանվաճելու խնդիր, որ են ասում են գուբերնիաբան հավաք, այլ նաև ինքը մտել է գոյության կռվի վերջի փուլ եւ դաժան կռվի, գոյության կռիվ է մղում Ռուսաստանը, ինքը դադարում է լինելուց, ես կոնկրետ ասեմ, որ չասեն հակառուս, մակառուս, ես տհաս զանգված ուրիշ բառ չունի, թուրք, ռուս, հակառուս, չգիտես, ես տկիտությունները, ես ընդնում ենք Են կողմ նայում ենք որպես էքսպերտ։ Նավթի գներն ինչպիսի անգում ունեն, տեղյակ են, Ռուսաստանի նավթգազը թռավ չկա այլևս։ Նա հիմա ուրեմն ծախսերն ավելի մեծ են, քան թե արդյունահանումն է։ Ուրիշ բան չունի։ Ուրեմն հաղորդեցին, որ մի էլեկտրոմոբիլ են սարքել, հսկա արդյունաբերություն ունեին, չէ, սովետի շեք հիմա Եվ մի առնող չկա, 4 միլիոն ռուբլի է, մի հատ արտադրել են Չինագանի կողքին։ Եվ այսպես շարունակաբար, Ռուսաստանը ընդհանրապես ի վիճակի է ռեֆորմի ենթարկվելու, թե չէ, ասեմ ոչ, ասեմ ինչու։ Իհարկե գոյությունը տատախված է, թե ամերիկացիներն ինչքան կճնշեն, ինչքան կպահեն, Չինաստանը ինչքան կճնշի, ինչքան կպահի, որտեղ այն միջուկային աղբանոցի հարց կա, ով է պահելու, որ ինչ-որ ձևով երևի կպահեն, բայց որ նա այս ագրեսիվ, այս ձևերով մնալու է, բացառված է, չեն թողելու, համենայնիվ ուկրաինացիները չեն թողելու, խփելու են մինչև վերջ, եւ նրանք ունեն լավագույն ռազմաարդյունաբերություն եւ դաշնակիցներ, տեսեք Տրամպը ոնց տեղափոխվեց այնտեղ, չեկիստները տարածում են, ասում են Պուտինի գործակալն է, Պուտինին ինչ օրի դրեց, ինչ տոկոսներ դրեց մերեն։ Հիմա ուզում եմ ասել, սրանք պիտի նայվի եւ այդ հարցից հետո Ռուսաստանը այո գոյության կռիվ է մղում իր փրկության համար, իհարկե Հայաստանը իր համար կենսական է, ինչու, որովհետեւ այստեղի փլուզումը վերջնական կարող է օրինակ ծառայել ուրիշների համար նման բաներ եւ այլն։ Հիմա կարող է թե չէ հեղաշրջում չի կարող անել, բայց ուրիշ բան անում են կա մարդ որ մեռնելուց առաջ էլ վատությունը պետք է անի Հայաստանին հանգիստ չի թողում ապրելու հասկանում եք անկայունությունը դառել է բնավորություն ստրատեգիա եւ Հայաստանը պահում է իր ստրուգների եւ գործակալների միջոցով անկայուն վիճակում նաեւ այս ժողովրդի որը քաղաքականության մեջ միամիտ է